Ասում են կաթողիկոսը այլ ուրիշ երկրի գործակալ է ու սպասարկում է այլ պետության շահերը։ Ասում եմ, ով սպասարկում է ուրիշ պետության շահերը, թող դա ապացուցեն ու մարդուն կանգնեցնեն օրենքի առաջ։ Դա լինի կաթողիկոսը, թե Փաշինյանը կապ չունի։ Բայց մինչև հիմա ձեր բայցերով, երևիներով, լսելենքներով ոչ մի փաստ չեք ներկայացրել։ Իսկ առանց փաստի մարդուն դավաճան անվանելը այլ բան չէ, քան անբարոյականություն ու գիտակցված վարքաբեկում։ Ու սրա համար անգամ չզղջալ արդեն դատավճիռ է ձեզ վրա։ Ես հիմա փաստերով ցույց եմ տալիս Փաշինյանի դավաճանությունը, իսկ դուք որպես հայ ժողովուրդ պարտավորվում եք նրան կանգնեցնել օրենքի առաջ։ Փաստ առաջին. Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Սա դավաճանություն չէ Վազգեն Սարգսյանի հիշատակի հանդեպ, դավաճանություն չէ Ավոյի ու բոլոր այն տղաների հանդեպ, ովքեր 90-ականներից սկսած իրենց արյունը տվեցին այդ հողի հանդեպ, դավաճանություն չէ Եռաբլուրի տղաների նկատմամբ, դավաճանություն չէ ամբողջ ազգի նկատմամբ։ Եթե սա դավաճանություն չէ, ապա դավաճանություն բառը ընդհանրապես հանեք բառարանից։ Փաստ երկրորդ. Ոսկեպար, Կիրանց, Սև լճի հատվածները հանձնվել են Ադրբեջանին։ Սա դավաճանություն չէ պետականության հանդեպ։ Փաստ երրորդ. Աննա Հակոբյանի հայտնի խոսքը. մեր տղեկը մեռան հանուն ոչնչի։ Սա ինչ է, եթե ոչ թքած ունենալ արվեստ, սա ինչ է, եթե ոչ դավաճանություն ազգային արժանապատվության նկատմամբ։ Փաստ չորրորդ. պարտությունից հետո ոչ պատասխանատվություն, ոչ հրաժարական, ոչ դատավարություն, պետությունը պարտվում է, տարածքներ են կորչում, հազարավոր կյանքեր են խլվում, բայց մեղավոր չկա։ Սա ոչ թե անգործություն է, այլ գիտակցված քանդում։ Փաստ հինգերորդ. հայկական բանակի թուլացում, արժեզրկում, հասարակության մեջ զինվորականի հեղինակության կոտրում։ Ով է դրանից շահում, Հայաստանը, թե մեր թշնամիները։ Հիմա հարց, պարզ ու ուղիղ։ Եթե սրանք դավաճանություն չեն, ապա ի՞նչն է դավաճանություն։ Ու մինչև դուք փաստ չեք բերում կաթողիկոսի դեմ, ձեր մեղադրանքները մնում են դատարկ բամբասանք։ Իսկ ես իմ ասածը փաստերով է, ճշմարտությունը վախից էլ ուժեղ է, ու ճշմարտության դեմ աղմուկը չի աշխատում։ Տեքստը կարդացի Facebook-յան 1428 կայքից։